երեքշաբթի, ժամը 11-ն է, բայց կարևորը որ բոլորն էլ կլսեն, բոլորն էլ կպատկերացնեն, ոչ թե ընտրել ենք շաբաթ օր, կիրակի օր, որ բոլորը տուն լինեն, բայց կարևորը որ չենք հասցնի, ասենք թե որ բոլորը հետ հանդիպել, շփվել։ Ինչ հարցեր ունեք, ինչ մտահոգություն ունեք, ինչ խնդրեմ կա, ասեք, տեղում ձեր հարցերին պատասխանեմ։ Ես ասեմ, այսօր մենք ունենք լավ թիմ, լավ համակիրներ, համախմբվել են շատ լավ մասնագետներ, դոկտորներ, պրոֆեսորներ, բժիշկներ, ակադեմիկներ, տնտեսագետներ ու բոլորի նպատակը մեկն է, որ նրանք այսօր ուզում են այս վիճակից դուրս գանք։ Չմասնակցելով իրար կողքի չկայնելով, այս վիճակից դուրս չեն կարող գալ։ Այսօր պարտված, խեղճացած, ամբողջ աշխարհում կորցած այդ հեղինակությունը ամեն ինչը սենց չի լինի, ու դա մի մարդու բան չի։ Այսօր պետք է ազգովի կանգնեն իրար կողքի, կուսակցական պատկանելիություն կապ չունի ժողովուրդ։ Սա մեր պատվի խնդիրն է, մեր ապագայի խնդիրն է, որ մենք կարողանանք իրենց խնդիրների կարգավորում, այդ հիմնական տուժտուգանքները, որ կուտակվել է 4-5 տարի, մենք էլ բանկային համակարգի հետ վարկերի մարում։ Այդ բոլորը ասենք թե մեզ մոտ կա գրած, իսկ դուք էլ գիտեք, իմ խոսքը գործը ասել եմ, եթե այսօր այս տարածքները մանեմ գալի, նայում եմ, որցե մեկը չկա, որ ասի Ծառուկյան, դու բան ես խոստացել չես, չկա դե։ Ես ոնց կարող է պատասխանեմ, բան ասեմ չանեմ։ Եթե ասեմ տեղում հանձնարարում եմ, որ անմիջապես կատարեք, որ հանկարծ չլինի, մոռացել եմ հետո իմ այդ հարց ասել։ Ամենակարևորը բոլորը կա, ծրագիրը կազմած է, եթե դուք հարցեր ունեք էլի ասելու, ասեք ռալ պատասխանեմ։ Բոլորից խնդիրն ու խնդրեմը գիտեմ։ Այս անգամ մենք ծրագիրը կազմել ենք ոչ թե կաբինետում լուրջ դեմքով մարդիկ նստած գրել են, այլ բոլոր ոլորտների մարդկանց հանդիպել են, ասեն ինչ խնդիր ունես, որտեղ ես աշխատում, որն է քո խնդիրը, ինչով ես դու զբաղվում, մարդիկ ասել են, դրել ենք խնդիր խնդրեմը եւ դրա լուծումները մեր մասնագետների հետ միասին կազմել ենք։ Ու այսօր հիմնական հարցը ասենք թե միայն մնում է, որ դուք մասնակցեք, ձայնը տակ, Ընքիչ ձայնի դեպքում, ես ասեմ, մենք չենք կարող որոշում կայացնենք, որ լիազեք որոշումը կայացնենք, իմ համար կապ չունի, որ կուսակցությունից է, ոնց որ գնաց մրցում չեմպիոնին չտանես, որ ուրիշ կուսակցությունից է, այլ այսօր ազգի խնդիրն է, ով կարա դանի, ով տիրապետում, ով աշխատել է, որ այդ մարդիկ գիտեն արդյունավետ աշխատումը, լիազեք իր ցավը տանեմ, քաղաքանը դնում ենք մի կողմ, այսօր պետք է այս գիծնա ուղղությունը, որ լիարժեք զարգացում լինի, որ մարդիկ գոհ լինեն, իմանան իրենց մասին մտածող մարդ կա, ձեր ցավ։ Այսօրին ենք ժողովուրդ ջան, որ ոչ ճիշտ նշանակումների համար։ Իսկ լավ գիտեք, առաջ կոմունիստներ ոնց էր, մարդը ավարտելուց հետո պետք է կոմսոմոլ գնար, պետք է վարչություն գնար, հրանգիչ լիներ, օգնական լիներ, հետո գնար վարչության պետի տեղակալ, օգնական, հետո փողնախարար, նոր նախարար։ Հիմա 50 տարի ոչ մի բան չի արել։ Քարը քարին չի դրել, 100 ռուբլի չի վաստակել։ Այսօր միանգամից նախարար։ Ձեր կամ մտնելով դիմում գրի գնա մերոնք եկել են, այդ ցավը տանեմ, սաղս հայենք, հանձնարարությունը դուր կարամ կատարեմ, եթե չեմ կարա հանեք, սա պետք է լինի սկզբունքը, ծանոթ բարեկամով չի, ինչ կա նորից եմ ասեմ, հարցեր ցանկացած ոլորտից ասեք, դրա պատասխանն ասեմ, ասեք ինչ հարցեր ունեք, հարց չունեք, սա ձեր մոտ ընտիր է, որ դուք եք գործի գլխին էլ ինչ հարց ունենան, Վարան Ծառուկյան։ Եղբայր ձեր գործի գլխին լինելու ասում եմ, ձայնը տվեք, ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք, որ դուք զգաք փոփոխությունը, շարժը, ուշադրությունը, արդեն ամեն ինչ լավ կլինի։ Հիմնական ցանկությունը կա, կապը կա, թիմերը կան, հնարավորությունը կա, այսօր մենք հազարավոր ազդեցիկ հայր ունենք աշխարհով մեկ, միակ ազգն ենք, որ եթե Հայաստանում բնակվում են 2 միլիոն ու կես, աշխարհում բնակվում են 12 միլիոն, ու ցանկացած հայ, որ երկրում, որ պետությունում կա, կայացած որ իր կապերը, իր հնարավորությունները պետք է օգտագործեն։ Պետք է իրեն հաշվի առնենք, որ ինքը հայ է, որ ինքը կարա իր երկին օգնի, այս ուղղության վրա, այս իր կապերը, ծանոթությունը, նորից եմ ասում, չլուծվող խնդիր չկա։ Որտե հայ եղավ անպայման, ամենաբարձր աշխարհի մարդկանց հետ պետք է կապը լինի, ծանոթությունը լինի, մենք էլ դա պետք է օգտագործենք։ Մեր երկրի զարգացման համար, մեր ապագայի համար։ Ասեմ, եթե հարցեր ունեք, Ժորժան, ասել ենք հիմնական խնդիրը, ասել եմ, որ այսօր պետք է ասեցի, որ տուժտուգանքները պետք է միանգամից պետությունը արդեն այդ մարդկանց այնքան տուժտուգանք կա կուտակ, ներում շնորհեն, վերջացնեն։